Նոյեմբերի 20-ին Արագածոտնի թեմը միասնական աղոթքի էր մեկտեղվել Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Թեմակալ առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի օրհնությամբ ամեն հինգշաբթի թեմի որևէ եկեղեցում կատարվում է միասնական ժամերգություն եւ թեմի հոգեվոր դասը Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ Տեր Շնորհ Կապեղա Ապալոյանի հանդիսապետությամբ մեկտեղվում է միասնական աղոթքի։ Հոգեվոր դասն ու հավատացյալները Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում աղոթեցին Մկրտիչ, Բագրատ, Միքայել սրբազանների, Տեր Գարեգինի, հանուն եկեղեցու եւ հայրենիքի բոլոր ազատազրկվածների համար։ Ամբողջ թեմով հոգեվորականներով հավաքվել ենք աղոթելու մեր հայրենիքի համար, մեր զինվորի համար, առհասարակ մեր հայ ժողովրդի համար։ Մեր աղոթքների հիմնական խնդրանքն է Աստծուց, որ Աստված իր օրհնությունը բերի մեր ազգին, մեր ժողովրդին, մեր սրբազան հորը Մկրտիչ սրբազանին եւ առհասարակ մեր Միքայել սրբազանին, Բագրատ սրբազանին, այսօր ապօրինաբար բանտարկված մեր մյուս հավատավոր հայ ազգի բարերարներին եւ զավակներին միասնականությունը եւ առհասարակ միասնական աղոթքը զորացնում է եւ ուժ է տալիս մեզ ել ավելի հոգեվոր մեր ճամփորդության մեջ ամրակայվելու եւ Քրիստոսի սիրուն ել ավելի հաստատական մնալու եւ ծառայելու յուրաքանչյուր հովվություններից տարբեր մեր հավատավոր ժողովրդի հետ միասին եւ ուխտագնացություն է որ շրջում ենք թեմի եկեղեցիներով եւ միասնական աղոթքի ենք կանգնում, խնդրում ամենակալին խաղաղություն, սիրո զորացում, ազատություն մեր թեմակալին եւ մեր սրբազան հայրերին, ինչպես նաեւ զորացում մեր հավատքի մեջ։ Թեև սրբազանը այս պահին բանտարկության մեջ է, մեզ հետ չէ, բայց մենք շարունակում ենք այդ դրված ավանդությունը, որ այն ժամանակ դեռ սրբազանի օրոք էլ կար եւ ինքը իրապես շատ մեծ ուժ ունի աղոթքը մարդու կյանքում աղոթքը աներևույթ կերպով թել է որ Տիրոջն է հասնում եւ մենք ամենքս հոգեվորականներս հատկապես մեր կյանքի առօրյայի ամենակարևոր մասն է աղոթքը որ պիտի մշտապես պահենք եւ դա մեր հոգեվոր սնունդն է եւ ուղված Աստծուն հատկապես հավատացելոց հոգու փրկության եւ նաեւ մեր հոգու փրկության համար։ Արագածոտնի թեմի բնականոն գործունեությունը խաթարվել է կապված վերջին շրջանի իրադարձությունների հետ, սակայն հոգեվորականներն իրենց ծառայության վայրերում շարունակում են սրբազան արարողություններ, ծեսեր իրականացնել, պահպանում են աղոթական միջավայրը։ Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Հայկ քահանա Սահակյանը պատգամում է հարատև ու անդադար աղոթքի մեջ մնալ ու հիշեցնում է գիշերին հաջորդում է այգաբացը։ Միասնական հաջորդ ժամերգությունը կկատարվի նոյեմբերի 27-ին ժամը 19-ին Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցում։